Բարև ձեզ, ես Արփինե Վարդանյանն եմ, շատ ուրախ եմ, որ մեր զորամասում եք, մասնիկներ ծառայությանը ծանոթացնելու համար։ Արդեն 23 տարի զինված ուժերում եմ։ Ավելի քան 2 տասնամյակ է ինչ Արփինե Վարդանյանը ծառայում է Հայաստանի Հանրապետության բանակում։ Ավելին, ծառայության ողջ ընթացքն անցկացրել է նույն զորամասում։ Տիկին Արփինեն դեռ մանկուց որոշել էր ընտանիքի գործը շարունակել, կրել զինվորականի համազգեստ եւ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Զինվորական է եղել հայրս, եղբայրս, քույրս եւ իհարկե ես։ Կարծես թե ավանդույթ է դարձել զինվորական դառնալը մեր ընտանիքում։ Արփինեն ծառայում է թիկունքային զորամասերից մեկում, ավտոմատացված կառավարման համակարգերի կենտրոնի տեխնիկ օպերատոր է, վերահսկում է ծառայության էլեկտրոնային փոստի փաստաթղթաշրջանառությունը։ Ինձ համար զորամասը իմ երկրորդ ընտանիքն է։ Անձնակազմի հետ հարաբերությունները շատ ջերմ ու մտերմիկ են, որը որ դարձնում է իմ ծառայությունն ավելի թեթև, ավելի հանգիստ։ Բազմամյա ծառայության փորձ ունեցող կին զինվորականը վստահեցնում է, ծառայությունը որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու առաքելություն է։ Անկախ սեռից զինվորականի ճանապարհն անցնելու համար նվիրումը չափազանց կարևոր նշանակություն ունի։ Զինվորականներին տրված է հատուկ ուժ, համբերատարություն եւ սեր իհարկե։ Կարծում եմ, որ տղամարդու կողքին կնոջ ոգևորելը, ոգեշնչելը մեծ դեր ունի, որովհետեւ նրանց աջակցությունն է, որ ցանկացած գործում կարողանում են հաջողություններ ունենալ։ Արփինեի համար բանակային միջավայրը կրկնակի հարազատ է։ Որդին զինվոր է, ամիսներ առաջ է զորակոչվել բանակ եւ ստանձնել հայրենիքի պաշտպանի առաքելությունը։ Իմ որդին կրում է նույն համազգեստը, որ ես հորդորել եմ, որ իր պարտքը կատարի հայրենիքի նկատմամբ, կատարի հրամանատարի հրամանները ճիշտ եւ ժամանակին, հավատարիմ զինվոր լինի իր հայրենիքի համար։ Մայրության եւ գեղեցկության տոնին ընթരാճ որոշեցինք անմոռանալի պահ պարգևել տիկին Արփինեին։ Մեզ հետ բերել ենք նաեւ ձեր որդուն եւ հիմա արդեն կտեսնեք իրեն։ Ոնց շնորհակալ նամ ջան։ Անակնկալը հաջողվեց, զինվորի մոր ուրախությունը անսահման է, որդին կողքին է։ Իմ հպարտություն, շատ լավ եք բոլես, շատ վզված եմ ու շատ ուրախ եմ, չգիտեմ, խոսքեր չեմ գտնում արտահայտվելու համար, ինչ անակնկալ էր ինձ համար այս օրը։ Ցանկացած մոր համար զավակի տեսնելը մի այնպիսի զգացողություն է, երբ նոր վերցնում ես ձեռքդ զավակիդ։ Յուրաքանչյուր մայր թողապրի զգացողությունը, որ այս պահին ես ապրեցի։ Զինվորականին հարիր կեցվածքով փորձելով թաքցնել հույզերը, տիկին Արփինեն մտովի վերադառնում է անցյալ։ Վերհիշում այն օրերը, երբ տղան իր հետ հաճախ այցելում էր զորամաս եւ ոգևորված հետևում զինվորական առօրյային։ Ցանկանում եմ մեր մայրերին, որ միշտ նրանք առողջ լինեն, երջանիկ լինեն, որ մերպես տղեկ ունեն բանակին, որ պահում են իրենց խաղաղությունը, հանգստությունը եւ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ Հիմա հասկանում ես մամային ծառայությունը ոնց է լինում։ Եվս մի քանի ժամ զինվոր որդու ներկայությունը վայելելուց հետո հրաժեշտի պահն է։ Ծառայությունն է այդպիսին, յուրաքանչյուրը պետք է լինի իր ծառայավայրում, կատարի իր պարտականությունները։ Բոլոր մայրերի նման Արփինեն միայն մեկ ցանկություն ունի, որ հայրենիքի յուրաքանչյուր պաշտպան պատվով ծառայի ու պատվով վերադառնա տուն։ Լաուրա Մամյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուշ։